Ողջույն սիրելի բարեկամներ։ Մշո գյուղերից մեկում հայ ընտանիքը պատրաստվում էր հարսանիքի։ Իսկ տեղի սուլթանը լսելով այդ մասին պայման է դնում, որ մի դեպքում թույլ կտա հարսանիքի արարողությունը, եթե հարսը հարսանիքի գիշերը իրեն հյուրընկալի։ Փեսան ելք չգտնելով օգնություն է խնդրում Չաուշից։ Հարսանիքը կլինի եւ հարսը կգնա սուլթանի մոտ, պատասխանում է Չաուշը։ Փեսան, ում միակ հույսը Չաուշն էր, գլուխը կախ հեռանում է։ Չաուշի ասածը ասած էր, եթե ասել էր, որ պիտի հարսանիքը լինի, առարկել չէր կարող։ Հաջորդ օրը սկսվում է հարսանիքը եւ ավանդույթները պահելով զուռնա դհոլով հարսին հանում են տանից, տանում եկեղեցի, պսակ անում, հետո գալիս քեֆ, ուրախության։ Ու երբ գալիս է հարսին Փեսայի տուն ճանապարհելու ժամանակը, սուլթանի հրամանով զինվորները գալիս են եւ հարսին տանում են սուլթանի մոտ։ Երբ մեր համեստ հեզիկ նազիկ հարսիկի վրայից սուլթանը փորձում է հանել հարսանեկան քողը, փոխարենը տակից դուրս է գալիս մեր Չաուշը եւ բռնելով սուլթանի կոկորդը ասում է. «Սա է վերջը յուրաքանչյուր շան, ով կհամարձակվի մտքի ծայրով անգամ անցկացնել հայի պատիվը պղծելու», ասում է ու սուրը խրուն կոկորդը։ Բանն այն էր, որ այն ժամանակ ավանդույթի համաձայն հարսի քողը պիտի միշտ փակ լիներ եւ գլուխը կախ։ Ու հարսանիքի ամենասկզբից մեր հարսի պատվավոր տեղը զբաղեցրել էր Խենթ Չաուշը։ Հաջորդ առավոտյան զինվորները գտնում են սուլթանին անկողնում մեռած, հարսանեկան զգեստը կողքին։ Կասկած անգամ չկար, թե դրա հեղինակն ով կարող է լինել։ Այդ դեպքից հետո էլ ոչ մի տեղացի սուլթան չհամարձակվեց նման առաջարկ իրեն թույլ տալ։ Հիանալի դաս։ Երբեք չպետք է մոռանալ Մովսես խորենացու հայտնի պատվիրանը՝ սահման քաջած, զենք յուրյաց։ Սիրելիներս, ձեզ հետ էր Մանուշակ Շիրինյանը։ Կհանդիպենք։ Լավ մնացեք։